Ես իմ աչքով տեսել եմ, որ այն սարկավակը նույնիսկ, որ ըստ իմ պատկերացման այդ պահին դեռ պատրաստ չէր օծվելուց հետո ինքը այնպես է փոխվել դրական առումով, որ ես ասել եմ մեղա Աստծո, աստորեն ինքը պատրաստ էր, ես էի սխալ աչքով նայում։ Իսկ վախի մթնոլորտի համար բոլորն էլ այդ սրբազաններից բոլորն էլ ինձ գիտեն, իմ տարիների ծառայություն, այդ թվում մայրաթորում։ Որևէ մեկը կարող է ասել հրաշ սարկավակը որևէ բանից վախեցել է, այդ ոնց է ես չեմ վախեցել, իսկ ուրիշների մոտ վախ ա եղել, թող սուտ բաներ չխոսեն։ Եթե իրենք տեսակով վախկոտ են, թող չասեն, որ եկեղեցում վախի մթնոլորտ է տիրում։ Հրաշ սարկավակ մի հարցել էլի, ուրեմն ձեզ արդեն երևի հայտնի է, որ մայրաթորը ժամանակավորապես հետաձգեց եպիսկոպոսների ժողովը, 3-10 եպիսկոպոսի երրորդ հայտարարությունն էր, որում ցավ էին արտահայտում, որ հետաձգվեց, ասում էին, որ պետք է բոլոր եպիսկոպոսներին հնարավորություն տրվեր կանոնական իրենց տեսակետներն արտահայտել ու փաստարկել դրանք։ Ինչ է սա նշանակում, արդյոք այդ եպիսկոպոսատ ժողովում սպասվում էր եպիսկոպոսների մեծ մասը, որ կբարձրացնի վեհափարի հրաժարականի հարցը եւ արդյոք հենց դրանով էր պայմանավորված հետաձգումը։ Չէ, եկեք եզրակացություն անենք նրանից, ինչ որ ունենք մենք հիմա, քանի բարձրաստիճան հոգեվորականը բացասական խոսել եւ քանիսն են, քանի անգամ ավելն են խոսել դրականով մայրաթորի եւ վեհափար հայրապետի մասին։ Եզրակացնել, որ կարող է այնտեղ ժողովի ժամանակ շատերը խոսեին, չէ։ Ես մի քիչ ուշացնող կա, դուք ձեր հարցազրույցներից մեկում չեմ հիշի օրը, երբ ասել էիք, որ դուք էլ շատ բան ունեք ասելու, հա, ասացի վերաբերյալ։ Այսպես ասելու բան չի դա։ Լավ, դուք որպես եկեղեցու հոգևոր սպասավոր, հա, ոնց եք վերաբերում այն հանգամանքին, որ 4 սրբազաններ այս պահի դրությամբ կալանավորված են, 10 սրբազաններ, այսպես ասած, դուրս են եկել կաթողիկոսի դեմ, բայց այդ սրբազաններից մեկի Արարատյան թեմի առաջնորդի քրեական գործը այսպես կարճել են, հա, 2023 թվականին գործ էր հարուցվել իր ունեցվածքի հետ կապված, այլ արդյոք սա խտրական վերաբերմունք չի եկեղեցականների հանդեպ այն դեպքում, երբ որ 4 հոգի նստած են ու անհայտ է թե այդ մարդիկ արդյոք արել էին այդ իրանց, այսպես ասած, հանցանք գործել են, չէին գործել, չգիտեմ, բայց այսօր մարդիկ մեղադրում են մի բանի մեջ, բայց գործը կարծես տենց արագ կարճվում է, որովհետև ոնց ասած ապաշխարել են, հա, բայց չգիտենք ում առաջ։ Եթե նույնիսկ ինչ որ մի բան իրենք գտել են, ինչ որ մի փաստարկ, որ կարող էին դրանով քրեորեն հետապնդվող արարք շանտաժ անել ու որոշել են դա կարճել այդ ամեն ինչը, որպեսզի իրենցով անեն այդ մարդկանց, ուրեմն ում հանդեպ որ այդ արարքը կատարվել է, այսինքն ներվել է, եթե ինչ որ մի բան եղել է, որը որ ներվել է, իրենք ավելի մեծ մեղքի մեջ ընկան։ Իրենք ընկան արդեն ուրացության մեղքի մեջ։ Անուն ինչի։ Դա արդեն իրենց պիտի հարցնեք։ Դուք շատ լավ եք աշխատում, շատ լավ եք գործում լրագրողներդ, կտրուկ հարցեր եք տալիս, ինչի համար շնորհակալություն ձեր մասնագիտական ճանապարհում հմտանալու համար։ Հարցեր տվեք իրենց։ Հստակ հարցեր տվեք, թող հստակ պատասխանեն։ Կջոյանին հարց տանք, հա, ում տանք հարց։ Բոլորին, ում որ ուզում եք։ Ով որ սրտով մաքուր է, սրտով մաքուր կմնա եւ մաքուր պատասխան կտա ձեզ։ Եվ դրանով կապրի ինքը։ Ով որ ձեր պատասխաններից խուսափեց կամ ինչ որ քողարկեց մի բան, ուրեմն մի բան ունի թաքցնելու։ Հրաշ սարկավակ եւ մի հարց էլի Գերմանիա կատարած այցից առաջ տեղեկություններ տարածվեցին, որ վեհափարի հրաժարականի պահանջին միացած անուշավան սրբազաններ մեկնել Գերմանիա։ Ինչ եք կարծում, սա պատահական էր, թե այնտեղ Փաշինյանին ծառայություններ մատուցելու համար էր մեկնել, օրինակ հոգևոր համայնքի հետ աշխատանքներ տանելու։ Անկեղծ ասում չգիտեմ։ Այդ ինֆորմացիան ես չէի նայել, որ նույնիսկ ինքը մեկնել է։ Չգիտեմ ինչի համար է մեկնել, եթե մեկնել է, չգիտեմ ինչ են պլանավորում,